Ով է Սամվել Կարապետյանը, առաջին հայացքից թվում է, թե պարզ է, ծագումով հայ-ռուսաստանյան օլիգարխ, ով կարողացել է մեծ գումարներ վաստակել Ռուսաստանում և որոշակի բիզնես հետաքրքրություն է սկսել ցուցաբերել նաև Հայաստանում։ Երեք օրինակ նրա քավորությամբ մեկ այլ հանրահայտ օլիգարխ Սամվել Ալեքսանյանը կնքեց իր երեխաներին, սակայն մեզ Տաշիրի Սամոյի բիզնես և անձնական հետաքրքրությունները մեղմ ասած քիչ են հետաքրքրում։ Մեզ հետաքրքրում է այս մարդու բարոյական նկարագիրը, ով մի կողմից կնքահայր է դառնում Սամվել Ալեքսանյանի երեխաներին, իսկ մյուս կողմից իր աջակցության տակ գտնվող առաջին եմ կայքի միջոցով իսկական տեղեկատվական արշավ սկսում նույն Սամվել Ալեքսանյանի դեմ։ Մի կողմ թողնենք սույն խնդրի էթիկական կողմը, ի վերջո սա կարող ենք համարել երկու Սամվելների անձնական խնդիրը, թեև երբ մեկը մյուսին առավոտյան ձեռք է մեկնում, իսկ երեկոյան տակից հարվածում, մեղմ ասած դա բարոյական չէ, եթե չասենք ավելին, իսկ երբ այդ ամենից հետո այդ երկուսը շարունակում են ձևացնել, թե ամեն ինչ նորմալ է, ապա դա ամեն ինչ ասում է թե մեկի և թե մյուսի մասին։ Սակայն դա էլ է մեզ քիչ հետաքրքրում, առավել հետաքրքրական է այն, որ Սամվել Կարապետյանի կողմից ֆինանսավորվող առաջին եմ կայքը լայնածավալ քարոզչական ահաբեկչություն է իրականացնում առաջին և երկրորդ նախագահների, ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի, Ռուսաստանի և Պուտինի և այլ գործիչների դեմ։ Այն, որ Սամվել Կարապետյանին կարող է դուր չգալ ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ էլ Ռոբերտ Քոչարյանը, հասկանալի է։ Այն, որ նրա շահերը կարող են 100%-ով համընկնել Սերժ Սարգսյանի շահերի հետ, ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի մասով, նույնպես ըմբռնելի է։ Այդ դեպքում մենք էլ մեր կողմից կարող ենք հայտարարել, որ անձամբ Սամվել Կարապետյանն ու իր շրջապատը բարոյական ու քաղաքական պատասխանատվություն են կրում Սերժ և Տիգրան Սարգսյանների վարած հայաթափման քաղաքականության համար, քանզի ինքը այս զույգին սպասարկող Գեբելսյան քարոզչամեքենայի գլխավոր հովանավորներից մեկն է հանդիսանում, դրանից բխող իր բոլոր հետևանքներով։ Իսկ եթե դրան գումարենք նաև այն հանգամանքը, որ նրա կողմից ֆինանսավորվող Գեբելսյան քարոզչամեքենայի գլխավոր թիրախը հանդիսանում է Ռուսաստանը ու այդ երկրի ղեկավարը, ապա կարող ենք արձանագրել, որ սույն անձնավորությունը Հայաստանում հակառուսական քարոզչության գլխավոր հովանավորներից մեկն է։ Թե ինչու է Կալուգայի Սամոն որոշում կայացրել քարոզչություն իրականացնել նաև Պուտինի և այն երկրների դեմ, որտեղ նա հարստացել է, դժվար է ասել, սակայն սույն փաստը զուտ էթիկական տեսակետից ամբողջովին բացահայտում է այս մարդու բարոյական նկարագիրը։